Ավետարան ըստ Մարկոսի, գլուխ առաջին։ Աստծո որդի Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը։ Ինչպես գրված է մարգարեններումը, ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստ է քո ճանապարհը քո առաջին։ Կանչողի ձայնը անապատումը, պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, եւ շիտակ արեք նրա շավիղները։ Հովհաննեսը անապատումը մկրտում էր եւ ապաշխարության մկրտություն քարոզում մեղած թողության համար, եւ գնում էր նրա մոտ Հրեաստանի բոլոր երկիրը եւ ամեն երուսաղեմացիք եւ ամենքը նրանից մկրտվում էին Հորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով։ Եվ Հովհաննեսը ուխտի բուրդ էր հագած եւ կաշի գոտիկ իր մեջքին, եւ նրա կերակուրը մարախ եւ վայրի մեղր էր, եւ քարոզելով ասում էր. ինձանից զորավորը գալիս է իմ ետևից, որին ես արժանի չեմ խոնարհվիլ եւ նրա կոշիկների կապը արձակել։ Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կմկրտե ձեզ։ Եվ եղավ այն օրերը, որ Հիսուսը եկավ Գալիլեացիների Նազարեթիցը եւ մկրտվեցավ Հովհաննեսիցը Հորդանանի մեջ, եւ շուտով, որ ջրիցը դուրս է գալիս, տեսավ երկինքը ճղված, եւ Աստծո հոգին աղավնիի պես, որ իջնում էր նորավերա, եւ ձայն եղավ երկնքիցը. Դու ես իմ սիրելի որդին, որին ես հավանեցի։ Եվ շուտով հոգին նրան անապատը հանեց, եւ նա այնտեղ անապատում էր 40 օր սատանայիցը փորձվելով, եւ գազանների հետ էր, եւ հրեշտակները ծառայում էին նրան։ Եվ Հովհաննեսը մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը եւ ասում, թե ժամանակը կատարվել է եւ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Գալիլեացիների ծովի մոտով անցկենալիս տեսավ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրեասին, որ ուռկան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին։ Եվ Հիսուսը նրանց ասեց. Իմ հետևից եկեք, եւ ես կանեմ ձեզ, որ մարդկանց որսորդ լինեք։ Եվ նրանք շուտով իրենց ուռկանները թողեցին եւ նրա ետևից գնացին։ Եվ այնտեղից մի քիչ առաջ գալով Հակոբոս Զեբեդյանին եւ նրա եղբայր Հովհաննեսին տեսավ, որոնք էլ նավի մեջ ուռկաններ շինում էին, եւ շուտով նրանց կանչեց, եւ նրանք իրանց հայր Զեբեդիոսի վարձկանների հետ նավի մեջ թողելով նրա ետևից գնացին։ Եվ մտնում են Կափառնայում, եւ շուտով շաբաթօրը ժողովարանը մտավ եւ սովորեցնում էր, եւ զարմանում էին նրա վարդապետության վրա, որովհետեւ նա նրանց իշխանության ունեցող սովորեցնում էր եւ ոչ թե դպիրների պես, եւ նրանց ժողովարանում մի մարդ կար պիղծ ոգով, եւ նա ահահակեց եւ ասեց. Թող դուր, ինչ բան ունիս մեզ հետ, Հիսուս Նազովրեցի, եկար մեզ կորցնելու, գիտեմ քեզ թե ով ես, Աստծո Սուրբդ։ Եվ Հիսուսը սաստեց նրան եւ ասեց. Պապանձիր եւ դրանից դուրս եք։ Եվ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նրան եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկավ նրանից։ Եվ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մեջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է։ Ինչ նոր վարդապետություն է դա, որ իշխանություններով պիղծ ոգիներին էլ սաստում է եւ հնազանդվում են իրան։ Եվ նրա համբավը շուտով դուրս գնաց Գալիլեայի ամեն կողմերը։ Եվ շուտով ժողովարանից դուրս գալով եկան Սիմոնի եւ Անդրեասի տունը, Հակոբի եւ Հովհաննեսի հետ։ Եվ Սիմոնի զոքանչը տենդած պարկած էր, եւ շուտով նրա համար ասեցին նրան, եւ նա մոտ եկավ, վեր կացրեց նրան, ձեռքից բռնելով, եւ շուտով տենդը թողեց նրան, եւ նա ծառայում էր նրանց։ Եվ երբ որ իրիկուն եղավ, արեգակը մարմտնելիս, բոլոր հիվանդներին եւ դիվահարներին նրա մոտ բերին, եւ բոլոր քաղաքը ժողովված է դրան առաջին, եւ շատ կերպ ցավերով հիվանդներին բժշկեց, եւ շատ դևեր հանեց, եւ թույլ չէր տալիս դևերին, որ խոսեն, որովհետեւ գիտում էին նրան։ Եվ լուսացակին առավոտ անց շատ կանուխ վեր կացավ, դուրս եկավ գնաց մի անապատ տեղ, եւ այնտեղ աղոթք էր անում։ Եվ Սիմոնը եւ նրա հետ լինողները նրա ետևից գնացին, եւ երբ որ նրան գտան, ասեցին նրան, թե ամենքը որոնում են քեզ, եւ նրանց ասեց.
Գնանք այդ քաղաքները, որ այնտեղ քարոզեմ, որովհետև սրա համար եմ եկած։ Եվ բոլոր Գալիլեայի մեջ նրանց ժողովարաններումը քարոզում էր և դևերը հանում։ Եվ մի բորոտ եկավ նրա մոտ, աղաչում էր նրան և ծունր էր դնում առաջին և ասում նրան, թե որ կամենաս կարող ես ինձ սրբել։ Հիսուս դել գթալով ձեռքը մեկնեց նրան դիպավ և ասեց նրան. կամենում եմ, սրբվիր։ Եվ երբ որ ասեց նրան, շուտով բորոտությունը գնաց նրանից, և նա սրբվեցավ, և նրան սաստելով շուտով դուրս հանեց նրան, և ասեց նրան. զգույշ կաց, ոչ ոքի ոչինչ չասես, այլ գնա քեզ ցույց տուր քահանային, և քո սրբության համար մատուցրու այն, որ Մովսեսը հրամայեց նրանց վկայություն լինելու համար։ Եվ նա դուրս գնալով սկսեց շատ բաներ քարոզել և այն բանը տարածել, մինչև որ այլևս չէր կարողանում հայտնապես քաղաքը մտնել, այլ դուրսը անապատ տեղերում էր, և ամեն կողմերից գալիս էին նրա մոտ։